կապված Սամվել Կարապետյանի հետ։ Դուք ասում եք վարչապետը սպառնաց եւ Սամվել Կարապետյանի նկատմամբ քրեաիրավական գործողություններ տեղի ունեցան։ Ոչ, Սամվել Կարապետյանը սպառնաց եւ նրա նկատմամբ քրեաիրավական գործողություններ տեղի ունեցան։ Ես քրեաիրավական գնահատական բնավ չեմ կարող տալ եւ չեմ էլ պատրաստվում տալ որպես քաղաքական գործիչ, բայց երբ որ այլ երկրում կենսական շահեր ունեցող մարդը գալիս է եւ տվյալ քաղաքական իրավիճակում, տվյալ կոնտեքստում հայտարարություն է անում օգտագործելով խմբակ եւ տարբեր այլ արտահայտություններ, ասելով, որ քաղաքական գործիքակազմը կամ քաղաքական գործիչները եթե չկարողանան, ասել է թե եթե քաղաքական գործիքակազմը չաշխատի, մենք ուրեմն մեր ձևերով կփորձենք հարցեր լուծել։ Սա ներողություն, Հայաստանի Հանրապետությունում ցույցը քաղաքական գործիքակազմ է, հարգելի լրագրող։ Ցույցը ներողություն, անջատեք ձեր խոսափողը, ես պատասխանեմ ձեր հարցին։ Ցույցերը, հանրահավաքները, անհնազանդությունները օրենքի սահմաններում եւ առանց սահմանադրական կարգը տապալելու process-ների եւ կոչերի, դրանք քաղաքական գործիքակազմեր են։ Այն ինչ որ ասել է Սամվել Կարապետյանը, բացարձակապես կապ չունի քաղաքական գործիքակազմի հետ եւ դրա մասին ինքը հայտարարում է իր բերանով, ասում է, եթե քաղաքական գործիչները չհաջողեն, մենք մեր ձևերով, ուրեմն հարցերին կմիջամտեն կամ չգիտեմ արդեն այնտեղ ինչ ասել, բայց կոնտեքստը ըստ էության այն մասին է, որ մարդիկ ունենալով այլ երկրում կենսական շահեր գալիս են Հայաստանի Հանրապետություն եւ պետությանը սպառնում են, ինչից հետո բնականաբար պետքա գնահատական տրվի եւ քաղաքական եւ քրեա իրավական։ Եվ ինչպես այո իրավացիորեն պարոն վարչապետն ասել է, պետության համը պետքա մնա նրանց բերանում։ Եվ հիմա այդ process-ի մեջ ենք մենք գտնվում, հարգելի գործընկերներ։ Իսկ մնացածը գտնվում է քրեաիրավական տիրույթում եւ եթե պարոն Վարդանյանն այս առումով ավելի մանրամասն ասելիք ունի, ներողություն դա դիտարկում, եթե պարզվեց այդ քննության ընթացքում, որ նա բռնությամբ իշխանությունը զավթելու կամ պետության դեմ որևէ գործողություն իրականացնելու մտադրություն չի ունեցել, նրան ազատ կարձակեն, այսինքն եթե նա փորձի բացատրել, թե ինչ նկատի ուներ, որովհետև սա դիտարկվում է եւ քաղաքական գործիչներ եւ ընդդիմության կողմից որպես քաղաքական հաշվեհարդար։ Տեսեք, նախ ասենք նրանից, որ պետության մեջ այլ պետություն գոյություն ունենալ չի կարող։ Սա ամենավատ, ամենավտանգավոր երևույթն է, որ կարա գոյություն ունենա ընդհանրապես որևիցե երկրի համար։ Սա տապալված պետության ձևավորման լավագույն եղանակ վատթարագույն կամ լավագույն կամ վատթարագույն եղանակներից մեկն է, երբ դու ունես պետություն, բայց պետությանը զուգահեռ ներսում ձևավորում է պետությանը նմանակող մեկ այլ կառույց։ Եվ այս տեսանկյունից իհարկե չի կարող լինել որևիցե իշխանություն Հայաստանի Հանրապետությունում, որը չի հանդիսանում Հայաստանի Հանրապետության իշխանությունը, որը նախատեսված է սահմանադրությամբ։ Այդ տեսանկյունից եւ մեր քաղաքական գործիչները եւ մեր քաղաքացիները եւ այն անձինք, ովքեր որովիցե եղանակով մասնակցում են քաղաքական կամ այլ գործընթացներին, պետք է հաշվի առնեն, որ ցանկացած կոչ, ցանկացած ելույթ, ցանկացած հրապարակում, որը գտնում է սահմանադրության եւ օրենսդրության շրջանակներում, ընդունելի է եւ պաշտպանվող է։ Սա զուգահեռ ցանկացած տեսակի իրական սպառնալիք, հա, որը կարող է դրսևորվել այնպիսի եղանակներով, որը կարող հանգեցնի սահմանադրության մեջ նախատեսված ընթացակարգերի խարխլմանը, չի կարող անտեսվել։ Քրեաիրավական գնահատական իհարկե մենք չենք հնչեցնի, որովհետև մենք դատարան չենք։ Հայաստանում արդարադատություն իրականացնում են դատավորները Հայաստանի Հանրապետության սահմանադրության համաձայն։ Դուք ձեր կողմից արտահայտություններ նշեցիք, այս կարգի արդարադատություն, այն կարգի արդարադատություն, ես բազում անգամներ ասել եմ եւ կրկնում ենք, որ յուրաքանչյուր պաշտոնատար անձ պարտավոր է առաջնորդվել օրենքով, սեփական համոզմամբ, իսկ դատավորը նաև գտնում է երդման տակ եւ պետք է ոչ միայն դատավորը, այլ նաև արդարադատություն իրականացնող եւ արդարադատության իրականացման օժանդակող բոլոր կառույցները գտնվում են երդման եւ համապատասխան պարտավորությունների ներքո եւ նրանք պետք է կատարեն իրենց պարտավորությունները։ Ես չեմ ուզում
քրեիրավական որոշակի գնահատականներ տալ, որտեղ այդ գնահատականները մերը չեն, եւ չեմ ուզում որ սա դիտարկվի որպես որևիցե եղանակով միջամտություն արդարադատության իրականացմանը, բայց առնվազն մոտավորապես պատկերացրեք, որ պետական իշխանությունը գալիս է, որպեսզի օրենքով նախատեսված գործընթաց ծավալի եւ բախվում է մի այս բaragայում ես խմբակի եզրույթ օգտագործում խմբակի հետ, որը ասում է պետական որոշումը չի կատարվելու։ Սա այդ failed state-ի կամ տապալված պետության ձևավորման ամենավտանգավոր բաներից մեկը կարող է պետության գործողությունները երբեք որևիցե կողմից չպետք է վիճարկվի։ Իհարկե, եթե պետությունը գործում է սահմանադրության եւ օրենքների շրջանակներում, բայց համենայն դեպս երկար խոսեցի մի քիչ, համենայն դեպս տեսեք ցանկացած սպառնալիքի իրական լինելու գնահատականը պետք է տա դատական իշխանությունը, բայց անտեսել նաև սպառնալիքի իրական լինելը կամ այդ սպառնալիքի լեզվով խոսալը, որը կարող հանգեցնի սահմանադրության խախտմանը, մենք չենք կարող անտեսել։